Ողջույն։ Ադրբեջանը շարունակում է լուրեր տալ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը տարբեր դիրքերից ամեն անգամ աշխարհագրական մի դիրք են ցույց տալիս, իբր թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակում են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի վրա։ Եվ նաև արդեն ունենք տեղեկություն, որը ՊՆ-ն ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ պայդրությամբ, երբ որ ես նկարում եմ այս տեսանյութը, որ նաև սոտքի ուղղությամբ արդեն ոչ թե լուր են տալիս, այլ իրենք կրակում են, ռեալ կրակում են Հայաստանի Հանրապետության դիրքերի ուղղությամբ։ Մինչև այդ ասում էին, որ իբր մենք կրակում ենք, որը սուտ էր, Հայաստանը չի կրակել, չի կրակում երբեք։ Բայց արդեն իրենք սկսեցին կրակել նաև։ Հիմա ինձ անդադար նամակներ են գրում, բա ո՞րն է ձեր պլանը, ասեք, բան, ինչ կանեք, դուք ինչ պետք է անեք, ինչ եք միայն բանանում, ասում դու ես արա, այն արա։ Հիմա ես ասեմ, ես ինչ կանեի, Ժողովուրդ ջան։ Նախ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը սխալ ցուցումներով աշխատող հիմնարկ է հենց հիմա։ Ցուցումը հետևյալն է, բոլոր գերատեսչություններին գրում են միջազգային բոլոր երկրների ԱԳՆ գերատեսչություններին, ասում են, որ այ մենք համաձայնվել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, ողջունեք, բոլորը ողջունում են։ Հիմա որտեղ պրոցեդուրան մի քիչ երկար է, մի 4 օր տևում է ողջունելուն, որտեղ արագ է պրոցեդուրան, շատ արագ են ողջունել, կամ ով հետարքրված է ընդհանրապես այս տարածաշրջանով, բայց հիմնականում ասենք ողջույնները ստանում ենք, ողջունում ենք։ Այդ ընթացքում այս ողջույնները այնքան հետամնաց process է, որ Ադրբեջանը սկսում է լուր տալ, որ մեզ վրա Հայաստանը կրակում է, այսինքն դուք ինչ եք ողջունում։ Հետո արդեն պարզվում է, որ Ադրբեջանը իրականում է մեզ վրա կրակում, այդ ի՞նչն են ողջունում։ Եվ հետեւաբար ԱԳՆ-ի գործը հենց հիմա բանա Սիզիփոսյան աշխատանքա թարս, անիմաստ, տոտալ անիմաստ, բայց դա մի կողմ, այսինքն ինչ պետք է անի ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն պետք է կոմունիկացնի բոլոր երկրներին եւ ասի, որ Ադրբեջանը կոնկրետ հենց հիմա գործողություններ է իրականացնում, որպեսզի հարձակվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա եւ նոր օկուպացիաներ անի։ Դրա փոխարեն ասում են սաղ լավ է ողջունեք։ Հետեւաբար միջազգային հանրությունը չի հասկանալու, երբ որ մենք սկսենք այստեղից գոռալ, որ գրավում են, բան եւ այլն եւ այլն։ Բայց նաեւ ձեզ ասել եմ, որ միջազգային հանրության վրա պետք չի հույս դնել։ Ուղղակի ասում եմ, սխալ է նարատիվը դրած, էլի գոնե լավ, իրազեկման իմաստով սխալ է աշխատանքը տարվում ծայրից ծայր։ Լավ, այս ԱԳՆ-ի մասով։ Հիմա մնացած մասով վտանգված է, սիրելի հայրենակիցներ, բոլորս գիտենք, Լեռնային Ղարաբաղի կործանումից հետո վտանգված է առաջին հերթին Սյունիքի մարզը։ Նաև բնականաբար ադրբեջանական զինված ուժերը եկե հասել են, ասենք, Սևանի շատ ափամերձ շրջաններին շատ մոտ, գիտեք, նաև Վարդենիսի կողմից, Սոտքի կողմից, այսինքն այդ օկուպացված տարածքներում նստած են, շատ լավ են նստած, շատ լավ են դիրքավորված, արդեն դեպի դիրքեր ասֆալտապատ ճանապարհներ ունեն, նման տեղեկություններ կան։ Եվ հետեւաբար մենք խոցելի ենք այս իմաստով եւ ամեն օր, ամեն պահի կարող է լինել մեր վրա Հայաստանի Հանրապետության վրա հարձակում։ Այս հարձակումը հնարավոր չի կանխել, որ բերեք ստորագրեմ, պատրաստ եմ ստորագրեմ, կամ ասենք Արգենտինան ողջունում է, դրանով հնարավոր չի դա կանխել։ Դա հնարավոր է կանխել մի ճանապարհով։ Ես ինչ կանեի։ Ես հենց հիմա, ես վարչապետ Հայաստանի Հանրապետության, հենց հիմա գնահատերնեի երրակողմ հանդիպում նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն, որի ստորագրությունները Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի ստորագրությունները դրա տակ դրված են, եւ կասեի հենա ռուսական կողմը հայտարարում ասում է մենք պատրաստ ենք, բան, եթե դուք ուզենաք, մենք պատրաստ ենք քննարկում կազմակերպել եւ կպահանջեի երրակողմ հանդիպում։ Երրակողմ հանդիպմանը չէր կարող Իլհամ Ալիևը չներկայանալ։ Չէր կարող չներկայանալ։ Այս հարցը հենց դեմից փակում եմ, որ չասեք, վայ, բան, ի սկզբանե փակում եմ այս հարցը, որ բայց չէր գա ինքը սենս կաներ, բան, մի հնարեք դուք ուրիշների տեղը։ Կտեղի կունենալ այդ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության որպես Հայաստանի Հանրապետություն ներկայացնող մարդ, ես կներկայացնեի, որ մենք ունենք իրավիճակ, որ հողի վրա իրադրությունը փոխված է, եւ Լեռնային Ղարաբաղից մենք ունենք 150,000 փախստական։ Մենք ունենք իրավիճակ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով բոլոր ընկետերը, որոնք որ ժամանակին մի մասը գոնե, հա, իրագործվել եւ գործում էին, դրանք հիմա չեն քննարկվում։ Եվ ես պահանջում եմ այդ կետերի իրագործում Ադրբեջանից կամ պահանջում եմ փաստաթուղթը հայտարարել առ ոչինչ եւ շարունակել երրակողմ հարթակում աշխատանքները մնացած հարցերի վերաբերյալ։ Պարզ եմ ասում, այսինքն կամ պահանջում եմ Լեռնային Ղարաբաղի փաստականների վերադարձ, որ ապահովեք։ Ապահովեք, լաչինի միջանցք տվեք, բան, այդ փաստաթղթի շուրջ սկսենք խոսալ, կամ ասում եմ, քանի որ չկա այն ամեն ինչը, 9-րդ կետով ոչ մի բան չեք կարող ներկայացնել։ Հետևաբար, այն այսպես կոչված ճաշը, որ եփվում է հենց հիմա
որպեսզի հարձակվեք Սյունիքի մարզի վրա եւ ասեք, որ դե բոլոր հայտարարությունները գրում են Հայաստանը պարտավորություն ունի չի կատարել։ Եվ ասեք, որ ձեր պարտավորությունը չեք կատարել, դրամա արեցինք, այդ ի սկզբանե այդ նարատիվը քանդում եմ տեղում, ժողովուրդ, քանդում եմ։ Ես ասում եմ, բան ինչ որ չի անում Նիկոլ Փաշինյանը եւ չի անելու։ Ես կանեմ։ Ես կանեմ, դրա համար ասում են, բա դու ինչ կանեիր, ինչ եք առաջարկում այսպես կոչված փաշինյանական խաղաղությանը, իբր սա փաշինյանական խաղաղությունն է, ես հենց հիմա ասում եմ ինչ եմ առաջարկում։ Որից հետո, սիրելի հայրենակիցներ, երկու հատ լուծում կա։ Լուծում 1 կամ Լեռնային Ղարաբաղի գոնե ենեղած ստատուսի մի մասը վերականգնվում է, այդտեղ ռազմագերիների վերադարձ, այդտեղ Լաչինի միջանցքի բացում, այդտեղ ժողովրդի վերադարձ, այդտեղ ինչ որ կարգավիճակի, այսինքն կամ անորոշ կարգավիճակի հարցում, այսինքն ոչ թե հենց Ադրբեջանի ասած պայմաններ, այլ ինչ որ այն պայմաններով, որ ապրում էին մարդիկ, դրան մոտիկ ինչ որ պայմաններով պետքա ապրեն։ Եվ պետքա խաղապահները Ռուսաստանի մտնեն այդ տարածք, որը արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջան։ Սա ըստ էության Ադրբեջանը սրան տոտալ դեմ է, եւ ամեն ինչ անելու է, որ դա տեղի ասելու է ես համաձայն չեմ։ Երբ որ ասելու է ես համաձայն չեմ, մենք ասել ենք այս փաստաթուղթը վերջ այլևս առ ոչինչ է այս բայից սկսած։ Հետեաբար նոյեմբերի 9-ի կետ 9-ի փաստաթղթի 9-րդ կետ չկա Արցախ, չկա ժողովուրդ ընդեղ ապրող, չկա Լաչինի միջանցք, չկա պահանջ մեզ ճանապարհ տալու բան, եթե չեք արձակվենք եւ այլն եւ այլն։ Այս ճաշը քանդվում է։ Տոտալ քանդում եմ տեղում քանդում եմ։ Ուղղ եթերն եմ միացնում եմ, սա ժողովուրդը նայում է։ Եթե պետք է, այն որ բանը J.D. Vance-ը, Թրամփը եւ Զելենսկին խոսում էին, մոտարապես նման բան եմ դարձնելու։ Եթե չէ, ավելի բան է, եթե տեսնում ենք ատմոսֆերան ոնց է, աուրան ոնց է, կարանք փակել անենք, բայց ուզում եմ ասեմ, բանակցային ամբողջ բանը բացում եմ, այս ձևով պետք է բանակցել։ Այստեղ սիրելի հայրենակիցներ, բնականաբար միանշանակ ռուսներն սկսելու են պաշտպանել մեր կողմը եւ ասելու են դու ճիշտ ես ասում Ալիև, հիմա այդ չկա, զորքերը պահանջեցից դուս եկանք, այս ինչի 9-րդ կետ ես ուզում։ Եվ Ռուսաստանի Դաշնության հայտարարություն կա, որ իրենց դիրքորոշումը չի տարբերվում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումից։ Հետեաբար Հայաստանում բոլոր քարոզիչները, որոնք պնդում են, որ ռուսներն ուզում են կարիդորոտան, իմացեք, դրանք բոլորը Թուրքիայից են այդ քարոզչությունն անում, ինչի, որովհետև Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու չի այս խոսակցությունը, որ ես պատրաստ եմ անել։ Այս խոսակցությունը ձեռնտու չի Թուրքիային ու Ադրբեջանին, ինչի, որովհետև մենք շարունակենք sense մնալ, իրանք գալու են գրավեն, որ կան գրավեն։ Երբ որ գրավեն, իրանք իրանց պայմաններով կգրավեն։ Եվ հետո կասեն, դե եկեք խոսանք, հողի վրա բանափոխվի, եկեք խոսանք։ Բայց որ գնանք հիմա խոսալու, մինչև իրանց գրավելը, մենք ենք կտեղասելու, մենք ենք լինելու ասողը։ Էս է սիտուացիան։ Այս ամեն ինչը, այսինքն առաջի սցենարով Ալիևը դեմ է լինում նոյեմբերի 9-ի պայմանագիրը, հայտարարությունը, բայց միջազգային իրանքով այն պայմանագիր կարող է համարել, որտեղ պարտադիր ուժ ունի կատարման համար, այն ջրվում գնում է, նաև ռուսական հովանավորությամբ այն ջրվում գնում, եւ մյուս սցենարով Ալիևն ասում է լավ եկեք խոսանք, տենանք ժողովուրդը ոնց է վերադառնում իշ պայմաններով, բան մտնում ենք բանակցությունների մեջ։ Սեղանի վրա բանակցային խորք ենք ստանում։ Ոչ թե որ Միսկի խումբը լուծարի է Սարային հարասահմանությունը փոխի, չգիտեմ, դիրքերը քանդի, գերեզմանները այստեղ բերեն, ոչ, բանակցային խորք ենք ստանում, սիրելի հայրենակիցներ։ Ես դա հստակ պատկերացնում եմ, տեսնում եմ ոնց կարելի անել ու գիտեմ ոնց կարելի անել, ոնց բացատրեմ էլ։ Գիտեմ ոնց կարելի անել։ Այսքան գոռացել եմ, որ գնացեք արեք, չեն անում, հիմա ինձ անդադ գրում եք, բա դու ինչ կանեիր, բան հենց մի բառացի ասում եմ ինչ կանեի։ Հաջորդ էտապում, սիրելի հայրենակիցներ, տեղի ունենալու իմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի հետ Միացյալ Նահանգներում։ Լինելու է հրավեր ու լինելու է հանդիպում։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Դրանից հետո լինելու է հանդիպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի հետ։ Դրանից հետո լինելու է շատ հասկանալի Հայաստանի Հանրապետություն տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Դրանից հետո մենք կանխած ենք լինելու Սյունիքի գրավումը եւ փրկելու ենք Հայաստանը։ Փրկելու ենք Հայաստանը, սիրելի հայրենակիցներ։ Հիմա Հայաստանի հարցն է քննարկվում։ Դուք հասկանում եք ինչա։ Հետո Ղարաբաղ բան, ասում ենք Ղարաբաղի ժողովուրդը գնա, արցախցիները sense-նենց, իմացեք, այդ նարատիվը Հայաստանի փրկության համար է ավելի շատ, քան Արցախի ժողովրդի գնալու համար։ Այսքան ժամանակ ես բացատրում եմ, բա քո պլանը որն է, դու ինչ պետք է, էս է պլանը ժողովուրդ։ Որից հետո Հայաստանի Հանրապետությունը ստանում է զենք, զինամթերք, այս 400-ները կանգնում են Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, Հայաստանի Հանրապետությունը ստանում է երաշխիքներ խաղաղ ապրելու։ Ու նոր սկսում ենք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակությունը, արդեն այն իրավիճակում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի այսպես կոչված որ սա որ հայտարարում են, որ մենք պարտքեր ունենք տալու չենք տալու, հետեւաբար
գալու են զինված ուժերով այդ պարտքերի պահանջը կատարեն, այդ ամեն ինչը փոխված իրավիճակում։ Գնում ենք տարածաշրջանի ապա շրջափակման, բոլոր սահմանները բացելով, ապա շրջափակումը բոլոր սահմանները բացվում են։ Եվ բնականաբար այդտեղ կա երաշխավոր կողմ։ Այդ նույն երակոմ հարթակներում այդ սա հարցերը դրված են։ Նույն դելիմիտացիան սա հարցերը այդտեղ դրած են։ Այդտեղից դուրս ցանկացած հարցի քննարկում Հայաստանը կործանում է։ Դա պրակտիկայում կա արդեն, մենք տեսնում ենք, որ Հայաստանը կործանում են։ Հիմա մյուս մասը, ասում եք, դե չի անելու, բայց ախր չգիտեմ ինչ բան, Ժորժ ջան, ձեր ձեռքում է։ Անողը կա, այստեղ նստած է, անողը ձևը գիտի։ Ուզում եք անի, ձևը գիտեմ, լիազորեք, ուղարկեք գնամ անեմ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ճիշտ է։ Լիազորեք տվեք գնամ անեմ։ Մի հեքիաթներ թող պատմեն մեր այսպես կոչված փորձագետները, ԿՊԱ-ականները բան։ Իրենց պլանը ես ասեմ։ Իմ պլանը ասեցի, լսեցիք, չէ՞ իմ պլանը, ամփոփում եմ։ Իրենց պլանն եմ ասում։ Ոչ մի բան չեն անելու, խոսալու են անհասկանալի բաներ, միակողմանի պայմանագիր ստորագրել չգիտեմ, միակողմանի ես անենք չգիտեմ։ Սենց բաներ, իսկ խառնելու են սաղ իրար, դուք ստեղ ողջ ունեք, դուք ընդեղ դատապարտեք, ստեղ միակողմանի Եվրոպարլամենտը մեզ չգիտեմ ընդեղ են ընջնեն, լինելու է պատերազմ, գրավելու են համապատասխան տարածքներ։ Որից հետո ասելու են եկեք, այն թուղթն է անգամ որ խոսացել ենք, եթե փոխվեց ուրիշ թուղթ է, որի արդյունքում Հայաստանը կործանելու են։ Այս process-ները միտված են Հայաստանի Հանրապետության կործանմանը։ Երբ որ ասում եմ Հայաստանի Հանրապետության կործանում, նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը, այնպես ինչպես դուք բոլորդ պատկերացնում եք, 29842 կիլոմետր, հետո դարձել է 743, հիմա այդ մասն է գրաված է, այս process-ները բերելու են, որ չի լինելու այդ ձևի Հայաստանի Հանրապետություն։ Լինելու է կողքերից կտրտած Հայաստանի Հանրապետություն։ Այսօրվա վարվող քաղաքականությունը դրան է միտված։ Այդ դրա համար եմ ես դեմ դուրս եկել այդ քաղաքականության, այդ դրա համար ես համաձայն չեմ, այդ դրա համար ես ունեմ ալտերնատիվ պլան, որը կարող եմ իրագործել։ Ու նախկիններ ներկաներ բան իրար գզում են, բան ամեն օր չգիտեմ ինչ հավանց, այս ամեն ինչ որ արվում է, մեզ շեղելու այն թեմայից, որ վերջում գան, մեզ գրավեն։ Հիմա այս process-ները եփվում են, թե երբ դա տեղի կունենա, դա տեղի է ունենալու։ Կա պլան, այդ պլանը պետք է իրականացնել։ Այդ պլանի իրականացման համար կա իրականացնող մարդ, կա թիմ, կարանք անենք։ Ինչ խոսում եմ, ամենայն պատասխանատվությամբ գիտեմ ինչ եմ խոսում, գիտեմ ոնց եմ խոսում ու գիտեմ որ դա ես կարող եմ անել։ Դրանից ենքում Ժողովուրդ ջան, գնդակը ձեր դաշտում է։ Ժողովրդին է պատկանում իշխանությունը, վերցրեք այդ իշխանությունը, փոխեք այդ իշխանությունը, տվեք, լիազորեք այդ իշխանությամբ, ուղարկեք գնանք բերենք խաղաղություն Հայաստանի Հանրապետության համար եւ փրկենք գոնե այս 29000-անոց Հայաստանի Հանրապետությունը եւ խաղաղություն բերենք այս տարածաշրջանում։ Այսքան բան։ Ես բոլորին տեսել եմ, բոլորին գիտեմ, բոլորի հետ շփվել եմ, ամեն ինչ գիտեմ։ Եվ գործող իշխանության հնարավորությունները գիտեմ ոնց են իրանք բանանում եւ Բայրամովին գիտեմ ինչա մտածում, ոնց է մտածում, տեսել եմ անձամբ նաեւ բանակցությունների ժամանակ։ Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում գիտեմ ոնց են նայում, ստեղ ոնց են դիտարկում, ինչ են անում։ Մոսկվայում գիտեմ ոնց են դիտարկում, ինչ են անում։ Բրյուսելում գիտեմ, Չինաստանում գիտեմ ժողովուրդ։ Մնում է ուղղակի դուք սթափվեք, դուրս գաք այս թմբիրից, այս անելանելիության, որ հիմա այս ախր սրան այլ ընտրանք չկա, պետք է ես գնանք սա չէ ժողովուրդ, կա այլ ընտրանք, կա այլ ընտրանքային պլան։ Ես իմ պլանը ներկայացրեցի։ Կամ սպասում եք, որ գրավեն, որտեղ գիտեք այդ գրավելու թեման որն է, որ պատասխանատվություն չես ստանձնում, այնքան ձգձգում ես, գալի գրավում են։ Հետո ասում են, բայց գրավեցին, չէ որ դուք բան ասում են, բայց մենք ինչ անենք, թուրքերն են գրավել։ Մենք ինչ անենք, ժողովուրդ ջան, եկան, հարձակվեցին, գրավին։ Անելիքները հենց հիմա ասում եմ, ինչ պետք է անել, որ չգրավեն, չէ՞։ Չէ, մենք ինչ անենք, պետք է այնքան հասնեն, որ գան գրավեն։ Եվ այս նույն մեթոդաբանությամբ կործանվել է Լեռնային Ղարաբաղը։ Արցախը այս նույն մեթոդաբանությամբ է կործանվել։ Նույն մարդկանց մեթոդներն ա եղել։ Նույն մարդիկ նույն մեթոդաբանությամբ կործանելու են Հայաստանի Հանրապետությունը։ Կա պլան, աջակցեք այդ պլանի իրականացմանը։ Մեկնաբանություններում գրեք, տարածեք այս տեսանյութը եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։